Հարկ վճարողների համար բողոքարկման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը դարձել է ավելի մատչելի եւ հարմարավետ։ Պետական եկամուտների կոմիտեն վերջերս օգտակար թարմացումներ է կատարել պաշտոնական կայքեջում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հարկ վճարողի բողոքարկման իրավունքի եւ հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկատվության որոնմանն ու օգտագործմանը։ Բողոքարկմանը վերաբերելի ամբողջական տեղեկատվությունը այժմ հասանելի է մեկ միասնական բաժնում։ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կայքեջում հարկ վճարողները կարող են ծանոթանալ բողոքարկման իրենց իրավունքին, դիմում բողոքի ներկայացման ժամկետներին, կարգին, հանձնաժողովի կազմին եւ աշխատակարգին։ Կոմիտեի պաշտոնական կայքեջի հարկ վճարողի բողոքարկման իրավունքը եւ ՊԵԿ հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը բաժնում թարմացվել է նաեւ հանձնաժողովի որոշումների հրապարակման ենթաբաժինը։ Այստեղ ավելացվել է բողոքի թեմադաշտը։ Միաժամանակ ներդրվել են որոնման ճկուն գործիքներ։ Դրանց շնորհիվ հարկ վճարողները կարող են ավելի արագ եւ հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող թեմաներով բողոքարկման հանձնաժողովի որոշումները։ Հարկ վճարողը համապատասխան էջում կարող է ծանոթանալ հանձնաժողովի կողմից կայացված որոշման կարգավիճակին, այսինքն բավարարված է, մերժված է, մասնակի է բավարարված կամ կարճված է։ Այս մասով հնարավորություն է տալիս այս էջում արդեն ուսումնասիրել համապատասխան կազմված որոշումը։ Օրինակ, եթե ՀԴՄ կիրառման կանոնների վերաբերյալ հարկային մարմինը տնտեսվարողի մոտ արձանագրել է խախտում եւ նա ցանկանում է վիճարկել այն, ապա մինչ բողոքարկման հանձնաժողով դիմելը կարող են նախապես ծանոթանալ նմանատիպ դեպքերի վերաբերյալ կայացված որոշումներին։ Պետական եկամուտների կոմիտեն գնահատում է հարկ վճարողի ժամանակը եւ այս նոր որոնման գործիքի ներդրմամբ հնարավորություն է տալիս շատ արագ եւ մատչելի ձևով փնտրել եւ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը եւ ուսումնասիրել։ Հիշեցնենք, որ հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի կողմից հարկ վճարողների դիմում բողոքների վերաբերյալ կայացրած որոշումների մասին տնտեսվարողները ծանոթվում են անձնական գրասենյակի միջոցով, իսկ անձնական գրասենյակ չունեցող ֆիզիկական անձանց օրենքով սահմանված ընդհանուր կարգով։ Հանձնաժողովի կողմից կայացված որոշումները 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է հարկ վճարողների հաշվետվությունների ներկայացման անձնական գրասենյակի, ծանոթություններ բաժնի, ստուգումներ ուսումնասիրություններ հանձնաժողովի որոշումներ ենթաբաժնի, բողոքարկման հանձնաժողովի որոշումներ էջում։ Պետական եկամուտների կոմիտեի մասնակիցները վստահեցնում են, նոր գործիքների ներդրման նպատակն է խնայել հարկ վճարողների ժամանակը, բարձրացնել իրազեկվածության մակարդակը եւ ապահովել տեղեկատվության հասանելիություն բոլորի համար։